Ողջույն բոլորին, բավականին շատ նամակներ էի ստանում նորից բացելու համար, բացի դա էլ ճիշտն ասած գործերս ավարտեցի, որովհետև ասեցի չէ, որ չեմ կարողանում կենտրոնանամ գործերիս վրա, չեմ կարողանում կենտրոնանամ հաշվարկների վրա և վերջապես այսքանի օրը ինձ հանգստի տվեցի և կարողացա այդ հարցին լուծում տալ, կազմակերպել ամեն ինչ, այն ինչ որ շատ վաղուց էի երազում։ Դե որոշ չափով ինձ էլ է հարկավոր, որովհետև ես էլ եմ ուզում իմանալ ինչ է սպասվում, այնքան վատ է անտեղյակ լինելը, ընդհանուր առմամբ։ Չգիտեմ մեկնաբանությունները բաց կլինեն, թե փակ կլինեն, բոլորիդ շնորհակալ եմ, ովքեր որ ցանկանում են նաև նշել, ցանկանում են նաև գրել, բոլորիցը հատ առ հատ այն մարդկանցից, ովքեր որ գրում են, շնորհակալ եմ, լայքողներին ևս շնորհակալ եմ, եթե ցանկանաք լայքեք, թող առաջ գնալիքը, եթե ոչ, այսպես թող մնա ինչպես որ կա, ինձ համար միևնույնն է, այսքանը երևի չերկարացնեմ, չծանրաբեռնեմ ձեզ, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը, օրը շաբաթ է, լավ ոչինչ գնայինք այս քարտերով, տեսնենք ինչ է սպասվում խոյերին, ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 8-ին, Հարգելի խոյեր, այդ օրը ժամը կարող եք պայմանավորվել ձեր ընկերոջ հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք այդ օրը կարևոր է, պետք է հանդիպեք, ուշադիր եղեք, որ չուշանաք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մեկը կգա ձեզ մոտ, որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք և որովհետև իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվեն, կամ վերջին մեկ ամսվա իրադարձություն կավարտվի, կամ նման ոչ է մի բան է, որ կարող է ամեն ամիս լինում էր, դա է ավարտվում։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, բանկ, այնտեղ ինչ կա շաբաթ օրը այդքան էլ բան չկա, բաց բանկն է մի քիչ և այդքանը, դա և բժշկական ոչ է հիմնարկություններ։ Եվ ինչ որ բան է ձեզ երջանկացնելու երեկոյան բավական երջանիկ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 8-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնելու ինչ-որ մի հնարավորություն է։ Եվ երեկոյան վիճում եք ինչ-որ մեկի հետ, եթե չվիճեք, օրինակ կարող է այստեղ արևը ընկնի եւ բարձր տրամադրություն ունենանք։ Նաեւ ոմանք կարող են տուն մաքրել ուղղակի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին նոյեմբերի 8-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են կամ ձեր կամ մեկ ուրիշի կամ նաև առիթ է։ Նաև դա ընտանիքն է ցույց տալիս, ընտանիքի անդամներին է ցույց տալիս, ինչ որ կարող է կարևոր բան է լինում։ Երջանիկ եք, որից հարցում հաղթանակած դուրս կգաք, միգուցե ձեր երեխաներն են հաղթում ինչ որ մի բանում, եւ հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ որ բան է ձեզ երջանկացնելու։ Նաև մյուս կողմից սուտ կա։ Կարող է ինչ որ մի բան ասեն, չանեն կամ սուտ խոսեն։ Երեխաների հետ կապված իրադարձություն է, միգուցե երեխաներն են երջանկացնում, միգուցե երեխաներն են սուտ խոսում։ Նաև դա ընտանիքն է, ընտանիքի անդամները, ընտանեկան կյանքը ընդհանուր։
Եվ այն գործերը կավարտեք այդ օրը, որոնք որ մնացել են, կամ մեկ այլ գործ կանեք, մեկ այլ գործ կարող է մնալ։ Եվ հույսով եք, հույսով լցված եք, կամ հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 8-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը գումար կծախսեք, նաև ինչ-որ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու։ Ինչ-որ թղթեր են գալու, փաստաթուղթ է գալու, կամ ինչ-որ տեղեկատվություն, որտեղ իմանաք, որ այդ ինչ-որ հարցին լուծում է տրվել, կամ վերջնական որոշում կկայացնեք այդ թուղթը ստանալուց հետո, կամ նման ոչինչ, որ պահեր են։ Միգուցե վերջնական ստորագրությունը, վերջնական ինչ-որ մի բան է, որը կապված է նամակի, SMS-ի, թղթի, այդպես։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, եւ տատանվում եք այստեղ ճանապարհի հետ կապված։ Կամ գնաք, կամ կգա, հա, ինչ-որ հարցեր են, որոնք որ ձեզ տանջում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 8-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը մտածմունքների մեջ եք լինելու, տատանվում եք կամ կասկածում եք, նաև այստեղ կարող կասկածում եք ստի հետ կապված, անկողնու հետ կապված հարցերում, նաև ինչ որ մեկը խաբում է անկողնային, հա, ինչ որ ինտիմ հարաբերությունների հետ կապված, կամ մտածում եք խաբում է նաև, որ քնած է, որ այդ ժամին պարկած էր եւ այլն։ Որոշ գործեր կմնան այդ օրը, չեք հասցնում ավարտել, նորություն կլսեք, մյուս կողմից ինչ որ մի բան է ձեզ ուրախացնելու եւ պետք է ուշադրություն դարձնեք նաեւ այդ օրը ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 8-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, կամ տան հետ կապված ինչ որ բան կա, որով պետք է զբաղվեք։ Նաև կողա առիթ է, պետք է գնաք այդ առիթին կամ ձեր տանն ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք։ Նաև ոմանց երեխաները կարող են ընդունվել աշխատանքի կամ նման երեխաների հետ կապված աշխատանքի տեղ ընդունվեք, կամ ընտանեկան ոչ մի բան կարող եք սկսել, ոչ բիզնես կամ ինչ որ մի բան է այստեղ, որ կսկսեք անել։ Նաև երեխաների հետ կապված կարող եք այցելել ինչ որ մի տեղ, կամ տեսնել բժշկին, կամ պետական ոչ աշխատողի, ընտանիքի հետ է կապված, միգուցե վճարում եք օրինակ տան հիփոթեկա, ինչ որ մի բան է այստեղ։ Նաև կտատանվեք այդ օրը ծանրութեթև եք անում, ոմանք նաև կարող են կասկածել ինչ որ մի բաների վրա եւ նաև հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 8-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն նավրը հեռախոսով են զանգահարում և այդպես խոսում եք և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր այդ քայլը արեք այդ օրը կամ կարող եք գնալ, երկար մնալ, այստեղ նաև սպասում եք, կարող եք երկար սպասել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բանի տատանվում եք, ծանրութեթև եք անելու, գուցե ես սպասում եք, մտածում եք կարող չգա, կարող սա, կամ չլինի, գուցե այդ գործնական հանդիպում է, հա, և երեկոյան օձեր կան, բամբասանք, նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ, այդպես օձեր կան, մի պատմեք այդ օրը ոչ ոքին ոչինչ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 8-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, գուցե նաև վիճում եք, ուշադիր եղեք, կամ տուն եք մաքրում, որ այդ մարդիկ գան։ Սուտ կա այդ օրը, ուշադիր, կամ ասում են չեն գալիս, կամ ժամ են ասում, ժամին չեն գալիս, նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, կամ ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք այդպես, կսպասեք կամ ինչ-որ բան կլինի։ Եվ պետական հիմնարկություն ունեք, որը կայցելեք, բանկ դա կարող է լինել կամ հիվանդանոց, նմանատիպ ինչ-որ կոսմետիկական կենտրոն եւ որոցե իրադարձությունները, որոնք որ յուրաքանչյուր ամիս անում եք կամ գնում եք օրինակ վարկ եք վճարում, հարկ եք վճարում, հարկը ամեն ամիս չի, բայց ամենայն դեպս վարկ եք վճարում Նաև դա կարող է լինել բժշկական ոչե կուրսեր եք անցնում, հա, ինչ որ գնում եք, ինչ որ ասեղով ինչ որ բան եք անում եւ այլն, այն ինչ որ յուրաքանչյուր ամիս կարող է անում եք։ Նաև դա կարող է լինել եղունգների հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 8-ին։
Հարգելի այդ եղջյուրները, այդ օրը ձեր երազանքները կիրականանան, նաև գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն կամ պետական հիմնարկություն եք գնում կամ նմանատիպ ոչտեղ եւ այնտեղ եք գործնականորեն որոշ մեկի հետ խոսում կամ պայմանագիր եք կնքում եւ այլն։ Նաև հույսով լցված եք, հույսնատել եք ինչ-որ մեկի վրա, մի կողմից ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, մյուս կողմից օձեր կան, օձերի նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ եւ գաղտնիք կբացահայտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 8-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, բարձր տրամադրություն կունենաք, ուրախ կլինեք, ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք ինչ-որ գործեր կմնա չեք հասցնում ավարտեք, նաև եռանկյուն հարաբերություններ ունեք, կամ դա կարող է լինել թաքուն սիրային հարաբերություններ, որ ոչ ոք չգիտի, նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մարդու հետ, կամ փաստաթուղթ կստանաք, կստորագրեք, տեղեկատվություն կստանաք, ինչ-որ բաներ կգրանցեք, կգրեք եւ մյուս կողմից էլ այստեղ նաև ունեք տխրություն, դա նաև վերաբերվում է, որ մարդը ինչ-որ պետք է ամեն ամիս ինչ-որ բան եք վճարում, դա է ձեզ տխրեցնում կամ հիասթափեցնում այդ վիճակից, որ էլի եկավ այդ օրը, էլի պետք է վճարել, նաև կարող է ավարտվում է ինչ-որ մի բան, դա է ձեզ տխրեցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 8-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը գործնական կամ հանդիպում ունենք կամ նաև խոսակցություն։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, հրավերք ոչ առիթի կամ դուք կարող եք հրավիրել մարդկանց առիթի եւ ժամ եք պայմանավորվել, հստակ ժամ են ասել, հա, հրավիրել են այս ժամին, օրինակ, ինչ-որ առիթի։ Կամ ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք նաեւ սա գիշերը ու ժամին կարող եք գալ տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։